Եվ այսպես ուշադրություն հրատապ տեղեկատվություն Ստեփանակերտում պայթել է բենզինով լցված մեքենան։ Ստեփանակերտում այժմ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են մեծ շինարարություն, եւ այս անգամ արդեն իսկ այդ շինարարությունները ավարտվում են դժբախտ պատահարներով։ Շատ ժամանակ շինարարությունների ընթացքում այնքան շատ զոհ են տվել, որ վերջին շրջանում այդքան զոհ նույնիսկ սահմանին չեն տվել։ Մասնավորապես ադրբեջանական մամուլում գրվեց այն մասին, որ քանդելով Ստեփանակերտի ազգային ժողովի շենքը քանդման աշխատանքների ժամանակ զոհվել են աշխատանքային խմբի մի քանի անդամներ, մնալով փլատակների տակ։ Եվ նմանատիպ գործողությունների արդյունքում մենք տեսնում ենք, թե քանի ադրբեջանցի է զոհվում։ Իհարկե, միայն շինարարության ժամանակ չեն զոհվում, զոհեր գրանցվում են բավականին շատ նաև ականների պայթյունների ժամանակ։ Տարբեր վայրերում ադրբեջանցի զինվորները թե ոտքով, թե մեքենաներով անցնելիս պայթում են ականների վրա։ Չնայած այն բանի, որ հայկական կողմը շատ վաղուց արդեն իսկ Ադրբեջանին էր հանձնել ականապատ տարածքների քարտեզները, եւ Ադրբեջանը ուներ հնարավորություն Լեռնային Ղարաբաղի տարածքը ականազերծեր եւ պաշտպաներ իր բնակիչներին։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղում, որ պետքա վերադառնային ադրբեջանցիները եւ բնակվեին, այդ վերադարձը այդպես էլ տեղի չի ունեցել այն մասշտաբի, որը Ալիևը մինչև պատերազմը պնդում էր, որ գիտեք, հայերը ինչքան մարդ են դուրս հանել Ղարաբաղից, նրանք պետքա վերադառնան իրենց տները, ովքեր են վերադարձել։ Ադրբեջանի տարբեր ծայրահեղ ծանր վիճակում բնակվող ժողովուրդներ, որոնց Ալիևը խոստացել է, որ կտա տուն, կտա ամսական որոշակի գումար եւ իրենք կաշխատեն Լեռնային Ղարաբաղում շինարարական ոլորտում եւ այլն եւ այլն։ Այսինքն այս անճար ժողովրդին տարել եւ բնակեցրել է Լեռնային Ղարաբաղում, բայց շատ-շատերը իհարկե բողոքում են անվտանգային պայմաններից, որ միգուցե պայթեն ականի վրա եւ նաեւ կա այդպիսի մի սարսափ, որ հայերը վերադառնալու են եւ առաջին հարվածը հենց այդ ժողովուրդն է վերցնելու իր վրա, իսկ Ալիևը Բաքվում նստած որևէ բանի համար պատասխանատվություն իհարկե չի կրելու։ Իհարկե Ադրբեջանի ժողովրդի մեջ մնում եւ կա այդ սարսափը, որ հայերը կարող են մի օր վերադառնալ։ Եվ դա այդպես է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը 90% բնակեցված հայերով, դա ասում ենք դեռևս սովետի ժամանակ, հանձնվեց Ադրբեջանին անօրինական կերպով։ Եվ դա չի կարող մնալ անպատասխան, անպատիժ, Ադրբեջանը պետքա ընդունի հայերին Լեռնային Ղարաբաղ։ Միգուցե Լեռնային Ղարաբաղը շարունակի մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց հայերը պետքա ապրեն իրենց տներում արժանապատիվ, հայկական մշակույթը պահպանվի, հայկական կրոնը պահպանվի եւ կապ լինի Հայաստանի Հանրապետության հետ։ Միջազգային կառույցները պետքա սա կարողանան ապահովել։ Եվ այդքան որ Ալիևի ձեռքը սեղմում են շատ երկրների ղեկավարներ, Ալիևին աջակցում են, հանուն նրա, որ Ադրբեջանում կա նավթ, նրանք այդ քայլերով տապալում են ժողովրդավարությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ առհասարակ խթանում են բռնապետությունը ամբողջ աշխարհում, կանգնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողքին։ Մինչև այսօր Ամերիկան շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Եվրոպական շատ երկրներ աջակցում են Ադրբեջանին։ Էլ չենք ասում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ աջակցություն ցուցաբերեց 20 թվականին, դրանից առաջ, դրանից հետո, այսինքն այս երկիրը լինելով նավթ ունեցող պետություն, նաև որոշակի առումներով սրա նրա հետ լեզու կարողանում է գտնել, ինչ-որ բաներ առաջարկելով, այս երկիրը կարողացավ իր համար ստեղծել նպաստալից պայմաններ հայերի վրա հարձակվելու համար։ Եվ եթե Ադրբեջանի նախագահին չի պատժում աշխարհը, ապա մենք տեսնում ենք նման դեպքերից, որ պատժում է իսկապես բնությունը, Աստված, եւ այդ պատիժը դեռևս մեղմ է, եւ եթե Ալիև այսպես շարունակի, ապա միանշանակ կարելի է սպասել ողբերգական արդյունքների։ Եվ այսպես ուշադրություն Թուրքիայում ինչ է կատարվում, միլիոնավոր մարդիկ ստորագրել են, պահանջելով Էրդողանի հրաժարականը, ընդդիմությունը հստակ քայլերով առաջ է շարժվում, միգուցե սա լինի հեղաշրջում Թուրքիայում, դրա մասին
շատ դրատվականներ սկսել են ակտիվորեն գրել։ Թուրքիայի ընդդիմությունը հավաքել է միլիոնավոր ստորագրություններ, 10 միլիոնից ավելի ստորագրություն Էրդողանի հրաժարականի պահանջով։ Իհարկե Թուրքիայի բնակչությունը 90 միլիոն է, արդեն միգուցե 100։ 10 միլիոնը շատ մեծ թիվ է, բայց իհարկե ամբողջ բնակչության չափը չի, 10%-ն է։ Բայց իհարկե 10 միլիոն ստորագրել են, դա արդեն ցնցումների մեջ է գցել Էրդողանի իշխանությունը։ Միլիոնավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, երբ որ Ստամբուլի քաղաքապետին քաղաքական հայացքների պատճառով ձերբակալեցին, հստակ երևում է, որ Թուրքիայում, եթե նույնիսկ հիմա չփոխվի Էրդողանը, հաջորդ ընտրությունների ժամանակ այլևս Էրդողանը չի ընտրվելու։ Բայց ցավոք սրտի հաջորդ ընտրություններին կա երկար ժամանակ եւ Էրդողանը կկարողանա այդ ընթացքում վերականգնել իր դիրքերը, եթե ընդդիմությունը այս ճնշումները թույլատնի։ Սա ինչ կտա Հայաստանի Հանրապետությանը, շատ շատեր էս հարցն են տալիս, հիմա ասում է Թուրքիայում իրար միս կուտեն, թե Էրդողանը կմնա, թե ուրիշը կգա, դա մեզ ինչ։ Մենք ունենք հստակ փաստ, որ Էրդողանի հետ մենք չենք կարողացել բանակցել։ Էրդողանի հետ չի բանակցել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկ, վերջին տարիներին ենք ասում, որովհետև չի ստացվել։ Այս մարդը չի ուզում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև բացվեն սահմաններ, որովհետև գիտի, որ Հայաստանը զարգանալու է։ Հայաստանին տնտեսական մեծ հնարավորություններ է բացում թուրքական այդ սահմանը, որից իրանք չեն ուզում, որ հայ ժողովուրդը օգտվի։ Այսինքն Թուրքիան ունի մի նախագահ, որի հետ որևէ ձև բանակցել հնարավոր չէ։ Նա կտրականապես դեմ է բանակցություններում ունենալ արդյունքներ։ Սա հստակեցված է։ Հետևաբար ինչ է տեղի ունենալու, այն որ Հայաստանի ժողովուրդը գոնե կունենա ակնկալիք, որ Էրդողանը հեռանա, կգա ինչ-որ մեկը, ում հետ կկարողանանք լեզու գտնել, ով չի լինի բռնապետ, թե իր ժողովրդի, թե ուրիշ ժողովուրդների հանդեպ։ Այսինքն հնարավորություն կստեղծվի, որ մենք սկսենք նոր բանակցություններ։ Հիմա թուրքը մնում է նույն թուրքը, բայց ըստ էության սրա այդ ամեն ինչ արդեն իսկ հստակ երևում է, որ ձախողված է։ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի, այսպես ասած, այն սկզբնական պահանջները, որը դրված էր Սերժ Սարգսյանի առաջ, կատարվեց հիմա։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետքա լուծվեր, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց արդեն մի քանի տարի է լուծվել է։ Մենք էլ խնդիր չունենք թուրքերի հետ, բայց Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը պնդում է, որ Հայաստանը պետքա ցեղասպանության հարցով փորձի սաստել Սփյուռքի հայությանը։ Սա երբեք չի կարող տեղի ունենալ։ Սփյուռքի հայությունը ձևավորվել այն ցեղասպանության արդյունքում, մարդիկ լքել են իրենց սեփական հայրենիքը, դառնալով փախստականներ, անցնելով շատ սարսափելի ճանապարհ, եւ դա երբեք չի կարող մոռացության տրվել։ Դա ոնց կարա դառնա բանակցությունների պայման 21-րդ դարում այսօրվա աշխարհում։ Ավելի լավ է Թուրքիայի հետ փակ մնան սահմանները, քան հայ ժողովուրդը այլևս